Վերջին լաստանավերով Ադրբեջանում Բաքվում հայերի ցեղասպանության ժամանակ Գրիգորի Այվազյանն է, Բաքվում ծնված, Բաքվի հայերի ջարդերն իր աչքերով տեսածներից մեկը։ Շատ մարդիկ ասում են, որ պատերազմից ավելի վատ բան չկա այդ աշխարհում։ Ես պատասխանատու ես հայտարարում եմ ականատեսի եւ վերապրողի իրավունքով։ Կա ավելի վատ բան, դա ցեղասպանությունն է։ Այն պարագան է, երբ որ դու չես կարող պաշտպանել քո կյանքդ ու արժանապատվությունդ։ Գրիգորին ու ընտանիքը Բաքվի կենտրոնական թաղամասում էին ապրում։ Տան բանալիներն ու փաստաթղթերը ունեն նաև իրենց տուն վերադառնալու իրավունք։ Մենք երբեք չենք մոռանա եւ թույլ չենք տալ մոռանցության մատնել մեր ոտնահարված իրավունքները եւ կպետք է պայքարենք բոլոր հասու միջոցներով դրա համար։ Մենք ոչ թե պատասխանողի դերում պետք է լինենք, իբրև թե եկել են շրջում են այստեղ։ Տեսեք, որ երկրից է լինի ազգությամբ հայը, ըստ էության Ադրբեջան մուտք նրա համար արգելված է։ Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանում հանգիստ ճամփորդում են ադրբեջանցիները։ Ամասիայից Գյումրի, Գյումրիից Երևան։ Այլոշ պուերսիներիդիմ, այլոշ։ Հիշում են մանկության տարիները, ցույց տալիս փողոցներն ու խոստանում ավելի մանրամասն նկարել հաջորդ այցի ժամանակ։ Ազգային անվտանգության ծառայությունը լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան ասում է. նրանք Հայաստան են մտել ու երկիրը լքել պետական սահմանի Բագրատաշեն անցման կետով, իսկ այցը եղել է մասնավոր բնույթի։ Բացի այդ, ադրբեջանցիները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են։ Գրիգորի Այվազյանը հիշում է, ինչ է լինում հայերի հետ, որոնք փորձում են Ադրբեջան մտնել։ Բազմաթիվ դեպքեր ենք հանդիպել այդպիսի բաներ, որ մարդիկ չմտած դեպորտ են արվել, ռուսական անձնագրով լինի, ամերիկյան անձնագրով եւ այլն եւ այլն։ Հայ լինելը Ադրբեջանում պետական ամենաբարձր մակարդակով նշանակված է որպես հանցագործություն։ Դա բախտյար դանգիլներից տեսաննա։ Ադրբեջանցիները Հայաստան են եկել Իլհամ Ալիևի Ֆրանս 24-ին տված հարցազրույցից հետո, երբ Ալիևն անդրադառնում է ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձի հարցին։ Հավասարության նշան դնում նրանց եւ արցախցիների վերադարձի հարցերի միջև։ The right for return is universal right. Վերադարձի իրավունքը հիմնարար իրավունք է եւ Ադրբեջանը կդիտարկի այն, եթե նման դիմում ստանա, բայց միևնույն ժամանակ մենք ակնկալում ենք նույն վերաբերմունքը 100,000-ավոր ադրբեջանցիների նկատմամբ, որոնց մենք կոչում ենք արևմտյան ադրբեջանցիներ, որպեսզի նրանք էլ վերադառնան այսօրվա Հայաստան։ Վերադարձի իրավունք ունեն եւ արցախցիները, եւ Սումգայիթից, Բաքվից տեղահանված հայերը, բայց նրանց վերադարձի հարցերը նույն հարթության վրա չեն, ասում է Լարիսա Ալավերդյանը։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների ներկայացուցիչները գրեթե 30 տարի շփվում էին Արցախի ղեկավարության հետ, նրանք խոսում էին միջազգային իրավունքի ներքո, թե ինչպեսի լուծում պետք է ստանան եւ անպայման խաղաղ ճանապարհով։ Հիմա արդյոք կարելի է այն ինչ որ տեղի ունեցել հանցագործություններ, զանգվածային սպանություններ եւ փաստորեն այսպես ասած դուրս մղումը մեր բոլորի բռնի տեղահանումը արդյոք համեմատելի է։ Մինչ Բաքվում պետական մակարդակով առաջ է տանում ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձի հարցը, Հայաստանի վարչապետը ԵԽԽՎ ամբիոնում հայտարարում է. փախստականների վերադարձը իրատեսական չէ։ Փախստականների վերադարձի թեման այս համատեքստում բոլոր փախստականների վերադարձի թեման ես համարում եմ վտանգավոր խաղաղության գործընթացի համար։ Փախստականների վերադարձի իրավունքն իրացնելը տուժողի, վերապրածի կամ հասարակական սեկտորի ջանքերով միայն արդյունավետ չի լինի, կարծում է Բաքվից գաղթած ադրբեջանագետը։ Իսկ ինչ է կարծում իրավապաշտպան Ալավերդյանը։ Ոչ միայն էնտուզիաստների, ոգևորված մարդկանց կամ տուժած մարդկանց, այսպես ասած, բաժինն է հիմա վերադարձի մասին խոսել, լինի ամբողջ այդ իմ ասած կես միլիոնից ավել հայերի կամ արցախցիների 150,000։ Բացարձակապես այստեղ ուրիշ բան կա, որ ոչ միայն չի խոսում իշխանությունը Հայաստանը, այլ խոսում է հակառակը։ Երբ Բաքուն խոսում է ադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին, Հայաստանը նրանց առաջ պետք է դնի ադրբեջանահայերի վերադարձի հարցը, նշում է Ալավերդյանը։ Չնայած այս հարցում եւս տարբերություն կա։ Մինչ խորհրդային Հայաստանում ապրող ադրբեջանցիները վաճառել են իրենց տներն ու իրենց կամքով Ադրբեջան գնացել, ադրբեջանահայերին ցեղասպանել ու կոտորել են, պատճառելով նաև ահռելի նյութական վնաս։ Անի Աբաղյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։